Զարքի
լույսով լի մեր տունը, տարածվի արդար մեր անունը, հայ Հայաստանը մերն է, սերն է, տունը Ժորժան, տեղավորվեք։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ, անչափ շնորհակալ ենք ընդունելության համար, ուրախ ենք այս հանդիպման համար։ Ողջունում եմ բոլորիդ։ Սիրելի հայրենակիցներ, այս օրերին մեր երկրում տեղի է ունենում ընտրարշավ։ Հայաստանի քաղաքական ուժերը այս հանդիպումների ընթացքում փորձում են ներկայացնել իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները, երկրի առջև կանգնած մարտահրավերները, դուրս գալու լուծումները եւ հնարավորությունները։ Ինչ եմ սրան հատուկ ուզում անդրադառնալ, որովհետեւ մենք առաջին օրվանից ձեզ բոլորին մի բան ենք փոխանցում, որ այս ընտրությունները հերթական եւ սովորական ընտրություններ չեն։ Սրանք մեր երկրի ճակատագրի հետագա ընթացքի համար ունեն շատ կարևոր նշանակություն եւ եթե մենք մեր ժողովուրդը այս ընտրություններին սխալ ընտրություն կատարի եւ հնարավորություն տա այս չարիքի իշխանությունը մեկ անգամ եւս վերարտադրվի, մեր պետականությունը ամբողջությամբ դրվելու է հարցականի տակ։ Եթե դուք նկատել եք այս ընտրարշավի գրեթե ամեն օր խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մասին։ Այս ընթացքում ավելի շատ է խոսվել դրա մասին, քան նախորդ 30 տարիներին միասին վերցրած։ Ու ինչ է ասում այս իշխանությունը։ Ասում է, որ ինքը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահապանն է, ու եթե ինքը չլինի իշխանության, Հայաստանի ինքնիշխանությունը հանձնվելու է ռուսներին, իսկ տարածքային ամբողջականությունը խաթարվելու է ու տեղի ունենալու պատերազմ ու այս խոսույթով փորձում է մեր ժողովրդին վախեցնել։
Մենք ընտրարշավի առաջի օրվանից մի հարցադրում ենք արել։ Այս մասին մենք անընդհատ ու ամեն օր կրկնելու ենք, որտեղ այս ընտրությունների համար ու մեր երկրի վաղվա օրվա համար սա ունի շատ խիստ եւ ճակատագրական նշանակություն։ Ինչ ենք ասել։ Ասել են կարող ես հայտարարել, որ դու այլևս երբեք Հայաստանի Հանրապետությունից որևէ մետր քառակուսի տարածք չես զիջելու Ադրբեջանին։ Մի քանի օր այս հարցադրումից հետո 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այո, Հայաստանի Հանրապետությունից ինքը նոր տարածքներ է զիջելու Ադրբեջանը։ Սա շատ կարևոր ու էական փաստ է եւ կարծում եմ 3 չի առաջի օրվանից հետո, երբ որ այս պաշտոնական հայտարարությունը արվեց, սա շրջադարձային նշանակություն ունի այս ընտրարշավի համար եւ ես տեղից արդից օգտվելով մեկ անգամ եւս կոչ եմ անում նաեւ ընդդիմադիր դաշտի մյուս քաղաքական ուժերին, որ այս հարցի վրա լուրջ ուշադրություն դարձնել։ Մարդը եկել է ձեզ ասում է մեզ քվեարկեք, որ գնանք Հայաստանի Հանրապետությունից նոր տարածքներ հանձնենք։ Այս ֆիքսում ենք։ Հիմա երկրորդ հարցադրումը, որ մենք արել ենք։ Այն քարտեզը, որ փակցրել ես քո կրծքին, ասում ես, որ սա է իրական Հայաստանը, եւ դու պայքարում ես այդ Հայաստանի համար։ Պատրաստ ես հայտարարելու, որ այդ Հայաստանի քարտեզից, Հայաստանի տարածքից Ադրբեջանը օկուպացրել է 200 կիլոմետրից ավել քառակուսի տարածք եւ Ադրբեջանի զորքերը օր առաջ պետքա դուրս գան Հայաստանի տարածքից։ Պարզ հարցադրում ենք անում։ Ինչ ենք սրա փոխարեն ստանում, մարդը բարձրախոսը վերցրել է, հայտնվել է Երևանի փողոցներում, հարձակվում է քաղաքացիների վրա, երբ որ արցախայերը մոտենում են եւ ասում են մեր հայրենիքը հանձնել ես, մեզ անտուն ես թողես, սկսում է մարդկանց վրա հոխորտալ, թե դուք ինչ եք ողջ, ինչի մեռած չեք, ինչ եք սաղ մնացը։ Այսինքն այս մարդը, այս իրավիճակում ոնց կարա մեր երկիր հետագայում եւս մի քանի տարի փորձի կամ հավակնություն ունենա երկիրը կառավարելու։ Այսքան ծանր է ժողովուրդ մեր վիճակը։ Այս զզվանքից, այս իրավիճակից, այս մոլագարից մենք պետք է կարողանանք ազատվել։ Ու դրա հնարավորությունը հունիսի 7-ն է։ Հունիսի 7-ը այն օրն է, որ մեր ժողովուրդը կարող է այս ամոթի էջը փակել, այս զիջումների, կորուստների, դժբախտությունների շղթան կտրել։ Դրա համար մենք մեկ անգամ եւս կոչ ենք անում մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։ Տեր կանգնել ձեր երկրի պետության ճակատագրին, ձեր հայրենիքի պաշտպանությանը, ձեր երկրի ինքնիշխանությանը, մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցում։ Մի քանի անգամ ասել ենք, մեկ անգամ եւս կրկնեմ, այս մարդու նախընտրական ծրագիրը մեր ժողովրդի հետ կապ չունի։ Քաղաքացիական պայմանագիրը վաղուց խզել է իր պայմանագիրը ժողովրդի հետ։ ՔՊ-ի ամբողջական ծրագիրը դա խոստում է Ադրբեջանին ու անձամբ Ալիևին։ Եթե դուք վերցնեք իր նախընտրական ծրագիրը, ասում է հետևյալը. քվեարկեք ինձ, որ Ադրբեջանին նոր տարածքներ տամ, քվեարկեք ինձ, որ հարձակվեմ եկեղեցու վրա, քվեարկեք ինձ, որ փոխեմ սահմանադրությունը, ուրանամ ցեղասպանությունը։ Մենք ինչ ենք ասում մեր ժողովրդին։ Ասում ենք մենք ի վիճակի ենք երկիրը այս իրավիճակից դուրս բերելու։ Մենք ունենք վարչապետի թեկնածու, մարդ, որ իր կյանքով, անցյալով մի քանի անգամ դա ապացուցել է ճգնաժամային իրավիճակում երկիրը ղեկավարելու, բեկում մտցնելու եւ հզոր պետություն կառուցելու։ Մենք ներկայանում ենք ամենամրցունակ ծրագրով, ամենաուժեղ քաղաքական թիմով եւ վիճակի ենք երկիրը այս իրավիճակից դուրս բերելու ու դրա լուծման բոլոր քայլերն ու հերթականությունները ձեզ ներկայացրել ենք։ Ժորժ ջան, մենք գյուղատնտեսությունից մինչև կրթություն, առողջապահությունից մինչև տնտեսություն եւ սոցիալական ոլորտներ շատ մանրամասն ներկայացրել ենք։ Այս ընթացքում խոսել ենք օրական նաեւ բոլոր կետերին առանձին անդրադառնում ենք։ Շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեր երկրում ապրեն արժանապատիվ։ Մենք երկրին պետքա բերենք կայունություն եւ անվտանգություն, ու դա ի վիճակի ենք անելու, ու դա անելու ենք միասնական հունիսի 7-ին։ Կարող ենք։ Ուրեմն միասին կարող ենք հունիսի 7-ին համար 17-ին։ Իսկ այժմ խոսքը տրամադրում եմ Քրիստինե Վարդանյանին, խնդրեմ։
Բարև ձեզ ախուրյանցիներ ջան, շատ ուրախ եմ այս հանդիպման համար, ուրախ ենք ձեզ տեսնել ու լավ առիթ է այս հանդիպմանը մի հատ ամփոփենք այս օրերի ընտրարշավը, քարոզարշավը, հասկանանք ինչ է կատարվում, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ու մենք իրար հետ ինչ պիտի անենք։ Իմ գործընկեր Իշխան Սաղաթելյանը խոսեց վարքի մասին, մեր երկրի ցավոք սրտի դեռևս ղեկավարի վարքի մասին, բայց ես ուզում եմ, որ իրար հետ շատ լավ հասկանանք այս վարքի պատճառները։ Նախ եթե դուք չեք հասցրել նկատել, այսօր առավոտյան էլ էլի միջադեպ է գրանցվել, ու այս մարդը ամենտեղ, որտեղ գնում է, մի զոհվածի հարազատ, մի անհետ կորածի հարազատ, մի գերու հարազատ, իր բողոքն է արտահայտում, այսօր էլ ասել է, բանի տեղ մի դրեք, թրենդ է սա արդեն դարձել։ Հա, թրենդ է դարձել, որովհետև դու ամեն բնակավայրում ունես մարդ, որին սպանել ես, ունես մարդ ու ընտանիք, որի ճակատագիրը խեղել ես, ունես դժբախտություն, որ բերել ես այդ համայնքին, այդ ընտանիքին։ Դրա համար էլ որտեղ գնում ես, առնվազն մեկը կա, որ տուժել է դրանից ու քո դեմ համարձակվում է այս բռնաճնշումների պայմաններում գա ու բողոքի ձայն բարձրացնի ու Հայաստանի ժողովրդավարության պատկերը այսօրվա պատկերն է որ այդ պապիկի բերանը ձեռքով փակում են երևի ախրանիկները ու հեռացնում են հանրահավաքից այդ դա է Հայաստանում ժողովրդավարության պատկերը բայց երկրորդ բանը որ ուզում եմ իրար հետ էլի շատ լավ պատկերացնենք ժողովուրդ ջան այս ամեն ինչը անում է նաև բացի նրանից որ կարևոր թեմաները մոռացության տալու համար, նաև նրա համար, որ մենք բոլորս ազգով զզվենք այս ընտրարշավից, զզվենք, հոգնենք, չնայենք, չհետաքրքրվենք ու արդյունքում ընտրությունների չգնանք, կներեք։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի դժգոհ է, որ իր հրահրած պատերազմում մեր ազգը ամբողջությամբ չի բնաջնջվել։ Այդ է իր խնդիրը։ Իր խնդիրը Արցախահայերի հետ չի, չխաբվեք այդ տերմինին։ Իր խնդիրը հայերի հետ է։ Ուղղակի հիմա ամենատուժած հատվածը, ամենաանպաշտպան հատվածը Արցախահայերն են, դրա համար է իրանց թիրախավորում, իրանց վրա հարձակվում, բայց իր խնդիրը հայերի հետ է, մեր բոլորի հետ է։ Այլապես ո՞նց կբացատրեք, որ կարա երկրի ղեկավարը հանդիպի մարդու ու ասի դու ինչի ես ողջ, ինչի ես սաղ մնացել։ Ոնց կարելի է ասենց բան ասել, այսինքն դժգոհ է, որ այս ազգը չի բնաջնջվել, դրա համար էլ փաստորեն այդքան պատերազմներ հրահրում։ Նիկոլ Փաշինյանը այս օրերին մեզ նաև իսկապես մարտի 1-ն էլ է բացահայտում։ Ցույց է տալիս մարտի 1-ը ոնց է եղել։ Այս սենց է եղել, ժողովուրդ ջան։ Այս սենց, այս քայլերով, այս հիստերիկությամբ, այս սենց ենք պատերազմ պարտվել, այս սենց երկրում ոչ մի նոր բան չի ստեղծվել, 8 միլիարդը մսխվել է, մարտի 1 է եղել ու մնացած ամեն ինչը։ Այսինքն, այս մարդը հանել է իր դիմակը, իր իրական դեմքով է հիմա հանդես գալիս ու ասում է՝ «Էս եմ ես»։ Էս պիտի ընտրեք։ Ես գիտեմ, որ ձեր շատ հարազատներ, բարեկամներ ասում են դե բոլորներ նույնն են, էլի, ինչ գնանք ում ընտրենք իրանց միջից։ Ժողովուրդ ջան, բոլորը նույնը չեն։ Մենք սենց հրեշավոր կերպար էլ չունենք, ազգի մեջ չունենք, ուր մնաց քաղաքական դաշտում։ Մենք հերոսների վրա մունատ եկող, որ ասի ինչի ես ողջ մնացել, չունենք էլ։ Մենք անհետ կորածի քրոջը ձեռքից քաշքշող չունենք էլ։ Չունենք, ուրեմն ձեր ընտրությունը այս մարդու, այս պարտության, ամոթի, խայտառակության, հիստերիայի մարմնացում, ով քաշքշում է զոհվածների, անհետ կորածների հարազատներին ու կայունության, հանդարտության, խելամիտ խոսքի, ուժեղ բանակցողի միջև է։ Դրա համար է շատ կարևոր, չթողնել, որ ինքը ձեզ հիասթափեցնի այս խոսույթով։ Շատ կարևոր է, որ բոլոր ձեր հարազատներին, այսօր որ կգնանք, կշփվենք, դեռ 20 օր ունենք, ամեն օր 5 մարդու էլ բացատրենք, որ դուք հունիսի 7-ին կարող եք վերջ տալ սրան։ Հունիսի 7-ից հետո մենք կարող ենք այս հիստերիային վերջ տալ, էլ չունենալ էսենց հիստերիկություններ, չունենալ եկեղեցու վրա արշավներ, ունենալ նորմալ բանակցող։ Հունիսի 7-ն է այդ տեղը։ Մենք գիտենք այն բոլոր բռնաճնշումները, որ ձեզնից երևի յուրաքանչյուրի վրա կիրառում են։ Դրա պատասխանի տեղն էլ է հունիսի 7-ը։ Մենք ավել բան հիմա չենք խնդրում, անգամ կարիք չկա որևէ ձև դրսևորելու աջակցություն։ Պարզապես հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամասեր ու ձեր քվեով
պատասխանեք են ամեն ինչին, ինչ այս 8 տարիների ընթացքում մեր բոլորի հետ արել են։ Թող ինքը իր պատասխանը ստանա քվեով։ Մենք գիտենք, որ այսինքն տեսնում ենք այս մթնոլորտի փոփոխությունը, ու այդ մթնոլորտի փոփոխությունը տեսնելով ասում ենք, որ փոփոխությունը երկրում երբեք այսքան հավանական չի եղել, երբեք այսքան մոտիկ չի եղել, ու գիտենք, որ միասին կարող ենք։ Դրա համար որտեղ գալիս ենք, այս ամենը ասում ենք, ու ասում ենք, որ մենք իրար հետ միասին իրավիճակ կարող ենք փոխել։ Դրա համար հունիսի 7-ին, համար 17-ին։ Շնորհակալություն։ Ես նախագահ եմ։ Վերջապես ինձ էլ պատիվ հասավ ներկայացնելու եւ խոսքը փոխանցելու Արցախի Հանրապետության առաջին, Հայաստանի Հանրապետության երկրորդ, Հայաստան Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին։ Շնորհակալություն, սիրելի ժողովուրդ, մեր հերթական հանդիպումն է, բայց ես ուզում եմ 2 օր առաջվա հանդիպումից մի փոքր մեջբերում բերել։ Չարենցավանում էր, ես մի միտք արտահայտեցի, թե արդար չի, որ վարորդական իրավունք ստանալու համար մարդ պսիխո է հանձնում, պսիխոյի թուղթ պետք է հանի, իսկ երկրի ղեկը պահելու համար, վարելու համար այդպիսի պսիխոյի թուղթի կարիք չկա։ Շատ չեմ մանրացրել, օրինակներ չեմ բերել, բայց 3 ուղղակի իսկապես առարկայական ապացույց ենք ստացել, որ շատ ճիշտ առաջարկ է, եւ մենք պետք է այդ առաջարկը անպայման ընտրություններից հետո կյանքի կոչենք։ Այս մարդը ցույց տվեց իր կեցվածքով, որ ակնհայտ երևույթ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի։ Ես կարծում եմ սա ակնհայտ էր բոլորի համար։ Եվ հիմա ես ունեմ հետևյալ հարցադրումը։ Ժողովուրդ ջան, դուք ինչ կարգի ընտանեկան մոդել եք տեսնում։ Ամեն մեկը։ Թող սա պրոյեկտի իր ընտանիքի վրա։ Ինչպիսի ընտանիքի հայր է ինքը ուզում ունենալ կամ իր երազած հայրը կամ այն իդեալական մոդելը, որը մենք կցանկանայինք ունենալ։ Հավասարակշռված, մտածող, մարդկանց հետ նորմալ շփվող, աշխատասեր, իր աշխատանքը անող ընտանիքի հայր, թե իստերիկ, լաչար, կարծիքը 10 անգամ շաբաթը փոխող, ստախոս, sense կազինոյի կլիենտ եւ հարբեցող։ Ինչ կտրենք ձեր ընտանիքի համար, ձեր սիրած մոդելը որը կլիներ։ Երևի չեմ կասկածում, չէ, լավ մոդելը։ Հիմա համարեք, որ երկիրը մի մեծ մեր ընտանիքն է։ Եվ ունենք մի մարդ, որը ամբողջությամբ համապատասխանում է այդ երկրորդ տարբերակին։ Իստերիկ, sense գժական գնացող ինքն էլ էր, չի ասում կարգավորման ժամանակ Ղարաբաղի հարցի, թե ես ինձ գժի տեղ եմ դնում։ Չէր դնում գժի տեղ։ Շատ բնական էր։ Շատ բնական էր։ Հիմա հորդորս հետևյալն է։ Մենք համարենք մեր երկիրը ընտանիք, մեծ ընտանիք։ Եվ այդ ընտանիքի տիրոջից է կախված մեծապես, թե այս երկիրը հանգիստ է լինելու, թե ոչ, պատերազմ է ունենալու, թե խաղաղություն, բարեկեցիկ է լինելու, թե հակառակը։ Շատ պարզ համեմատության մեջ եմ դնում այս ամենը։ Մեկ անգամ սխալվել ենք, հավատացել ենք։ Երկրորդ անգամ այլ սխալվելու տեղ չունենք, թիկունք չի մնացել։ Մեկ սխալի համար գինը եղավ հսկայական հողեր, 150,000 փախստականներ, Արցախի կորուստ, 5,000 զոհ եւ այլ։ Հիմա թիկունք չի մնացել։ Հերթական սխալը դա լինելու է Սյունիք, լինելու է Արևմտյան Ադրբեջան, միգուցե մսկիթների կառուցում Հայաստանի տարածքում։
Ուզում ենք մենք սա։ Չեմ կարծում, որ ուզում ենք։ Ուրեմն այս անգամ սխալվելու ուղղակի տեղ չունենք։ Եվս մեկ հարց, որին ուղղակի կցանկանայի անդրադառնալ, որովհետև Արցախից փրկված 9 ամիս տոտալ բլոկադայի մեջ գտնված մարդկանց Հայաստան գալը անվանում է բան անվանես չէ, փախուստ, թռել եք եւ այլ։ Ես կխնդրեի այ տեղի բնակիչներից ձեր բարձրացնել նրանց, որոնց արմատները գալիս են Մուշից, Ղարսից, շատ են ստեղ, չէ՞։ Ձեր դայլիճի մեծ մասը ուղղակի ձեր հարազատներին, ձեր նախկիններին, ձեր պապերին ասել են թռած, փախած, հայրենիքը հանձնած։ Մեր ազգի Հայաստանի բնակչության մի զգալի մասը այսպիսի պատմություն ունի, ողբերգական պատմություն, բայց սա է մեր պատմությունը։ Երբ Հայաստանը ստեղծվել է, Հայաստանում եղել է ընդամենը 700,000 բնակչություն այն ժամանակ, որի մի մասը եղել էին կովկասյան թաթարներ, այդպես էին ասում, ադրբեջանցի չկար։ Ձեզ բոլորիդ, ձեր պապերին կրկնեմ, պապերին, տատերին ասել են փախած, թռած, եւ իրենք պետք է այնտեղ մնացած լինեին կամ կրոնը փոխեին, իսլամ ընդունեին, թուրք դառնային, լեզու մոռանային կամ մեռնեին։ Սա նույն անալոգիան է, նույն մեկը մեկին։ Եվ սա իրեն մարդ է համարում, սա իրեն հայ է համարում։ Չգիտեմ ինքը իրեն ինչ է համարում։ Կարծում եմ մեր ժողովուրդը հունիսի 7-ին պետք է ցույց տա, թե ինչ է համարում, ինչ է իրենից ներկայացնում այդ մարդը։ Որ մեր ժողովրդի 70%-ին ըստ էության վիրավորեց, ոչ միայն այդ մարդուն վիրավորեց, ոչ միայն 2-3 արցախցու վիրավորեց, վիրավորեց մեր ժողովրդի 70%-ից ավելի։ Նայեք, ես հասկանում եմ, որ կար այնտեղ առողջապահության նախարար, որը այդ պահին երևի պետք է համապատասխան տեղը տաներ։ Ես հասկանում եմ, որ մենք պացիենտի նկատմամբ պետք է կարեկցանքով վերաբերմունք ցուցաբերենք։ Ուղղակի խնդիրը նրա մեջ է, որ եթե պացիենտը իշխանություն ունի, կարեկցանքի վերաբերմունքը արդեն վերաբերմունքի կարիքը ժողովուրդը ունի։ Այսօր ցավոք մենք հայտնվել ենք այսպիսի իրավիճակում։ Հիմա ո՞նց են կարող փոխել այս իրավիճակը։ Մի հատ լավ ապտակել հունիսի 7-ին։ Ապտակել Ստահակին, Սրիկային, որը համարձակվել է վիրավորել մեր ժողովրդի մեծամասնությանը։ Համամիտ եք։ Ուրեմն ինչ ենք անելու։ Հունիսի 7-ին, համար 17-ին։ Ապրեք։ Շնորհակալություն։ Մենք դեռ մնալու ենք քննարկելու համար ավելի շատ ես նաև կցանկանայի լոկալ հարցերից խոսալ, լսել նաև ձեր կարծիքները եւ մենք անցնենք մեր ավելի ինտերակտիվ հանդիպմանը։ Ժորժ ջան, եթե հարցեր ունեք, կարծիք, տեսակետ, խնդրեմ բարձրախոսը մոտեցրեք կամ այնտեղ կա դրված արդեն։ Մոտեցրու էլի հրաչի ջան։ Բարև ձեզ, հարգանքներս պարոն Քոչարյան։
18 թվին, տեսեք դուք ձեր խոսքի մեջն էլ միշտ անցյալի վրա հղումներ կենեք, մի փողը երտանք վաղանցյալ նոր կանք էլի, աբագայից խոսանք։ 18 թվից սկսած մենք լիակադար սատարել ենք ձեզ։ Հիմնվելով ձեր անցյալի, ձեր ուղու վրա, լիակադար։ Այդպես մի հատ միջոցառում, այս թուրքաբադագի դեմ ինչ որ իրագործվել է, մենք անմասն չենք մնացել։ Միշտ մասնակցել ենք ամեն ինչին։ Դե դրա պատասխանը ինչ է ստացվել, մենք դիք սա կտանենք, բայց ստեղ լոկալ հարցեր կա, որ դրա պատասխանները չի տրվի, ու դա մեզ շատ կմտահոգվի, թե մենք 21 թվին լիակադար կմտածի, որ անխտիր, բայց մի այդ հարցերը, որ պատասխանները չկա, ես մտահոգվելու լիքը տեղ ունեմ, եթե կսեմ ես, ուրեմն մենք։ Տեսեք, լոկալ հարցերից, դուք հեմի ստեղ ենք, ժողովրդից քվե կխնդրենք, Հայաստանի աբագայի հարցում։ Նույն ժողովուրդը լոկալ ստեղ տեղում ես է Գյումրիից եմ։ Մեր աջակցությամբ, մեր սատարմամբ, մեր օգնությամբ քվեն տվել է Ախուրյան համայնքում։ Քվեն։ Ձեր ասած ապտակը Ախուրյան համայնքում ընդդիմությունը ՔՊ-ին տվել է։ Ու այդ իշխանությունը եղել է մերը, ընդդիմությանը նկատի ունեն։ Ու մինչև հիմա իմ համար պարզ չէ, թե որպես ինչ այդ իշխանությունը տվեցվավ ՔՊ-ին, հանձնվավ, վաճառվեց դաժե սկսեն։ Ինչի տվեցին ՔՊ-ին, ու ամենավտանգավորն ու սարսափելին որն է ստեղ, պարոն Քոչարյան, նույն օրինակի համար ամբողջ վարչական ռեսուրսը, վարչական ղեկավարներից սկսած, այսօրվա օրով նույն ստեղա նշանակած վարչական ղեկավարները Բուկլետները ձերը Նիկոլի արև կերտվին։ Ահա, թեմի դու վարչական ղեկավարն ես։ Աբրիս, դավ էսեր օրելել է։ Հիմի այդ հարցի պատասխանը որն է, դա մեկ, պարոն Քոչյան, դա մեկ, որ մենք ՔՊ-ին ուժեղացրել ենք ստեղ, այդ հարցով իշխանությունը տալով ուժեղացրել են։ Մյուսը, տեսեք, միասին է, չէ՞ ձեր կարմիր տարերով է գրած է։ Այդ միասինը ուր սկսվի ու ուր կավարտվի, որովհետև շատ տեղեր գուկակ հասնի, որ այդ միասինը գնայինք ամբողջական հարթության մեջ, գուկակ հասնի կոնկրետ պահ միասինը չկա։ Օրինակի համար սեմ, ես չեմ ուզենա, որ այս 5 տարվա ընթացքում ինչ կատարվավ, որ ձեր ցուցակով մարդիկ կան, եղնին Գեղամ Նազարյան, 5 տարի հետո հասնի դառնա Նազար Գեղամյան, ով թերնին նստի Նիկոլի գիրկը։ Ես չեմ ուզենա, որ դուք նստեցրել եք մարդկանց բեմին, որոնցից շատ-շատերը, օրինակ Սյունիքի համայնքապետերը, որոնցից 1-2 հոգին են կայուն մնացել, որ ծագե փնջով Նիկոլի կնգան թիմավորեն, որ Նիկոլին երտան 2 ձեռով չես տան։ Հիմի իմ համար հարց է ու ժողովրդի համար էլ, դա ոնց է հնարավոր էլի։ Հիմի ասենք մարդիկ ընկանք հաղորդները կամ գործեր հարուցվավ, դուք իրանց թիկունք չկանգնակ, որ իրանք է ստիվված ճարահազյալ ճշմարտակ անցան Նիկոլի կողմը, թե ի սկզբանե իրանք պես սովորություն ունին, թև ունին թռնելու հետ լավ են։ Դա է։ Մեկ է վերջի հարցը աբագայի հետ կապված։ Հունիսի 8-ին ինչ պետք է անենք։ Հասկացա։ Նայեք, դու կարող եք բերել որևէ մեկ օրինակ ես ինչ որ բանից հետ եմ քաշվել։ Վախի պատճառով կամ ինչ որ տատանվելու պատճառով։ Չեմ կարծում, որ կարող եք նման օրինակ արել։ Ես ժողովրդական լեզվով որ ասում եմ զադնի խոտ չունեմ, մի քիչ այդ տեսակի մեջ եմ։ Ինչ ասում եք, ճշմարտություն իհարկե կա։ Բոլորը չեն, որ ունեն նույն ամրությունը։ Բոլորը չի, որ կարող են, այսպես ասենք, պայքարել միջև վերջ։ Մարդիկ կան, որ կոտրվում են, մարդիկ կան, որ չեն դիմանում ճնշումների եւ դուք օրինակները բերեցիք։ Բայց այսպիսի ճնշումների տակ 29 Ֆրանսիայում մենք ունեցանք միայն մեկ կորուստ։ Ցավալի կորուստ էր, բայց մեկ կորուստ։ Դուք անունը տվեցիք Գեղամ Նազարյանը։ Նազարյան։ Ունեցանք մեկ կորուստ։ Իրականում նման կորուստներ եղան եւ մյուս ընդդիմադիր ֆրակցիայից մեկ կորուստ,
եւ իշխանական ֆրակցիայից երկու այսպես ասենք բան։ Լինում են այդպիսի բաներ եւ մենք պետք է ասենք որ սա այսպես ասենք կողմնակի բաներ էլ այդ ասում են побочный էֆեկտ են ասում ռուսերեն էլ այդ կողմնակի ինչ որ կորուստի հարց է եւ դրանից չպետք է հիասթափվենք։ Չպետք է հիասթափվենք։ Ինչ ասում եք ընդունում եմ, երևի այդ մեղքը նաեւ ին վրա է, որ այդ ցուցակը կազմելուց մենք այն ժամանակ գոնե մեկ մարդու մեջ խապվել ենք կամ իրականում 1 չի 2-3-ն են, որոնք հետագայում այսպես ասենք մանդատը չվերցնելով այնուամենայնիվ sense այդ ամուրությունը չցուցաբերեցին։ Հիմնականում պատճառները ասեն, մեկն երևի ինչ որ բանով խրախուսել են, փորձել են ինչ որ ասենց պրանիկի այդ տարբերակով հետը շարժվել, մյուսների վրա քրեական գործեր են կախել, քրեական գործերը հասցրել են միջև sense վճռաբեկ դատարան եւ արկախած պահում են մարդու վրա ճնշում գործադրելու համար։ Սա է, չպետք է սրանից հուսահատվենք։ Սա կա ամենտեղ, սա լինելու է, բայց սա մեզ ավելի պետք է ամրացնի, այլ ոչ թե թուլացնի։ Հունիսի 8-ին ինչ ենք անելու։ Տոնելու ենք հաղթանակը։ Տոնելու ենք հաղթանակը եւ նայեք, առաջ գնալուց պայքարի մեջ մտնելուց շատ են չէ խոսում պլան B-ն որն է, պլան C-ն որն է եւ այլ, իմ մոտեցումը հետեւյալն է։ Առաջ գնալուց հետ մի նայր։ Այդ խարամատը վերցնելուց արագություն պիտի հավաքես, թափ պիտի հավաքես, հետ չնայես, ուղղակի առաջ։ Հենց կամանդիրը սկսեց անընդհատ գլուխը հետ նայել, ամբողջ այդ, եթե վաշտ է կամ գումարդակ է, ամբողջ գումարդակ սկսելու է հետ նայել։ Հենց սկսեցին հետ նայել այն վճռական փուլի ժամանակ պարտվելու ես։ Գազ տուր։ Նայեք, տեղական հարցերը, ինչքան գիտեմ ձեր հարցերը, առաջերտին ընդհանրապես այս ռեգիոնում, աշխատատեղերն են, սա առաջինը։ Համոզված եմ, որ լուրջ հարցեր ունեք կապված արտագնյա աշխատանքների հետ եւ այն ինչ անում է հիմա այս իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը ծանրագույն հետևանքների կբերի։ Համոզված եմ, որ կան որոշակի այս դեպորտի հետ կապված Ռուսաստանում մարդիկ, որոնք ուղղակի իրենց ընտանիքը պահում են արտագնյա աշխատանքների ժամանակ լրջագույն խնդիրներ են ունենալու։ Համոզված եմ դուք նաև ունեք երևի նույն հարցերը, որոնք բոլոր տարածքները Հայաստանում ունեն։ Տարբեր տեղերում փակում են պասպորտ սեղաններ, փակում են տարբեր ծառայություններ, փորձում են խոշորացնել, 2 դպրոց են կառուցում 6-ը փակելու համար, բազմաթիվ նման եւ ամենտեղ, որովհետեւ հիմա սա ամենտեղ են։ Ես չեմ հասկանում, թե ինչի համար են դա անում։ Բացատրությունը մեկն է։ Մենք հասկանում ենք, որ եթե գյուղի դպրոցը փակում ես, մեծ վտանգ է գյուղի ապագայի համար։ Փաստորեն ոնց որ գյուղը փակես։ Սա վերանայվելու է անկասկած։ Անկասկած։ Սա մի քաղաքականություն է, որը հաստատ ժողովրդի շահերից չի բխում։ Եվ նման կարգի ես տեսնում եմ, որ իրենք տարածքային մի քաղաքականություն են տարել, որը հետևյալն էր։ Ամբողջը կենտրոնանալ Երևանի վրա, տարածքների վրա ուշադրություն ընդհանրապես չկա։ Մենք տեղեր են գնում, ամենաշատը ինչ են անում, ինչ որ գյուղի մեջտեղ բան են անում, այս մայթ են սարքում, գյուղացու կյանքը չի լավանում, բայց գյուղացի մայթ հաստանում գյուղի մեջտեղ։ Կյանքը վատանում է, որտեղ գյուղատնտեսությունը անկում է ապրում, գյուղացու հարցերը չեն լուծում, բայց մի մայթ սարքելով ոնց որ սաղին խափում են։ Ուղղակի ինձ համար դա զարմանալի է։ Մենք չպետք է խափվենք, մենք պետք է նայենք այս ֆունդամենտալ հարցերի վրա։ Իսկ ֆունդամենտալը հետևյալն է. եթե տարածքները չզարգանան, երկիրը թուլանալու է։ Մենք չենք կարող դառնալ քաղաք երկիր։ Չենք կարող
դառնալ։ Երևանը ու Հայաստանը չպետք է նույնացվի։ Սա նշանակում է ամեն ինչ պետք է անենք, որ մարդիկ այստեղ հնարավորություն ունենան աշխատանքի, հնարավորություն ունենան ընտանիքները պահելու։ Եթե ինչ-որ բան կա, որ ուղղակի մոռացել եմ կամ չգիտեմ ձեր տարածքի վերաբերյալ, շատ հավանական է դուք պետք է հուշեք։ Դրա համար հիմա այս հարց ու պատասխանի մոդելին ենք անցել։ Ավերայել աշխատում է։ Դա այն բանն է, որ ամեն մարդ անհատականապես պատասխան տալու, պատասխանատվության զգացումը չկա։ Ես ինչու՞մ արեմ ցեզի այդ օրինակը, որ մեկը ինչ-որ բան սխալ է, պետք է բերվի ռելսի վրա դրվի այդ մարդու։ Որ ամեն մեկը պատասխանատու եղնի իր երազի չերազի համար։ Դուք էլ առաջնորդ որպես որ ես հարգելով ձեզի, ձեր անձով է կապված այս Հայաստան դաշինքին մեր սադարումը, ձեր անձով, հիմնավոր ձեր անձով։ Ասենք, չկանչեք այդ ախուրան համայնքի ղեկավարին, որ իրանց էս արանից զգուշացվել է։ Ես իմ դարդս պաշտոնը չէ։ Իմ դարդս նիգե որ քպեն դիք ուժեղ ծավ քպեն ստեղ։ Այս ախուրան համայնքում մեր մարզները ունի 6 համայնք։ 6-ից մեկն էր մեր էդել տվեսվավ։ Այդիկը չկանչեիք սեկտո գեդինը մտնիկ։ Այս մարդկանցը չի գցեք։ Հիմին այդ ինչ կոլապսի առաջ ընկան է 6500 մարդ ցեն է տվել ընդդիմությանը, 6100 մարդ ցեն է տվել իշխանությանը։ Հիմի այդ քիչը 6100 հոգի ցեն տարածը իշխում է 6500-ին։ Գիտեմ այդ պատմությունը մարդ հրաժարվեց։ Գիտեմ այդ պատմությունը, գիտեմ, ցավալի պատմություն է, բայց ամսի 8-ին այդ մարդկանցից հարցնելու հնարավորություն այո ունենալու ենք։ Եվ պետք է գնահատվի իսկապես մարդու ամրությունը, մարդու հետևականությունը։ Լավ։ Կոնկրետ ինձ ես երբեք իմ կյանքում թույլ չեմ տվել որևէ քայլ, որի համար ես կամաչեմ պատմել իմ զավակներին, որի մասին կամաչեմ պատմել իմ թոռնիկներին։ Չեմ արել մեկ քայլ։ Absolutely հարցն են։ Ինգեր ընդեղ էր։ Ընդհանրապես դա իմ բանաձևն է եղել կյանքում։ Մի բան, որի համար դու սենց ամոթի զգացում ունենաս, որի համար դու ռիսկ չես անի պատմել սենց քո երեխաներին, էլի սա։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Հովհաննես Նահաբեջյան, նախ ներկայանամ Շիրակի մարզի Հացիկ համայնքից։ Նախ առաջինը կուզեի նշել, որ չեմ ուզում անձնական տաշ տեղափոխել, Լինսի հիմնադրամի շահառուներից եմ, ես եւ իմ ընտանիքը։ Նաեւ պետք է նշեմ, որ այդ տարիների ինչ որ ասում եմ, իմ անձնական տեսած ու ապրած կյանքի ընթացքում ինչ որ տեսել եմ ձեր նախագահության ընթացքում։ Դրանից հետո, բայց քանի որ այսօր Ախուրյանում ենք, հարցս վերջում փորձեմ շատ արագ ձևակերպել գյուղատնտեսության առումով։ Եղել եմ Շիրակի ես բանի Շիր ջրանցքի Շիրակի ջոյի գործադիր նախ առաջինը եղել եմ հիմնադիր կոմիտեի նախագահ, հետո Շիր ջրանցքի բանի ջոյի տնօրեն։ Մեր տարածքում այդ ընկերության տարածքում 5500, եթե հիշողությունս չի տավաջանում, 5500 հեկտար ոռոգելի տարածք ունենք ինքնահոս եղանակով։ Նաև կար մեխանիկական ոռոգման տարածքներ, որ պոմպակայաններով էր ոռոգում ու այդ ընթացքում նաև այդ հետ խորհրդային շրջաններում այդ պոմպակայանները նորից վերագործարկվեցին, շահագործվեցին ու սկսեցին աշխատել։ Ու կոնկրետ մեր համայնքի առումով Հացիկի
Հա, մի հատ ուղղակի հարցը ձևակերպեք։ Հա, վերջում հարցը կձևակերպեմ, կներեք էլի, պարոն նախագահ։ Մենք ունեինք շատ բարդ տարածքներ, որտեղ ջրանցքի ջրթողունակության խնդիր կար։ Հետո ծրագրի իրականացման գրասենյակների եւ այլն այդ բանի շնորհիվ այդ ամեն ինչը 4 կիլոմետր միջտնտեսային եւ դրանից սնուցվող ներտնտեսային ցանց վերանորոգվեց, աշխատեց ու այդ տարածքում մարդիկ կային, որ այն ժամանակ արտագնա աշխատանքներ էին գնում աշխատում, հետո այդ մարդիկ սկսեցին իրանց հողերի վրա կապվել, սկսեցին աշխատել։ Հիմա ներկայապահին այդ ամեն ինչը, որ նոր կառուցվել է, շատ անմեղդար վիճակում է։ Կուզենայի հասկանալ, այսինքն հասկանալու խնդիր չկա, մեր քաղաքականությունը, մեր հաղթանակից հետո, որում ես չեմ կասկածում, այդ ամեն ինչը տիրոջ կարգավիճակով վերցնել ու նորից այդ ամեն ինչը չնայած այդ տարածքում այսօր այդ որտեղ որ մարդիկ հողերը մշակում են, այդ փակ ցանցի կոնկրետ այդ փակ ցանցի շրջանակներում կարելի է այսօր արդիականացնել նաև բանի անձրևացման, նաև կատիլային ոռոգման այդ մնացած հարցերը։ Հասկացա, ոռոգման հարցն եք դնում։ Ու նաև հասանելիությունը, ոռոգման ջրի հասանելիությունը բոլոր օգտագործողների համար, հող օգտագործողների համար։ Տարբերակում չլինի էլի, խոշոր ֆերմերների համար այսօր մի քիչ Հասկացա։ Նայեք, իմ նախագահության ժամանակ ամենից մեծ ծավալուն ծրագրերն են իրականացնել ոռոգման համակարգում։ Այն ժամանակ ես ուղղակի հիշեցնեմ, սովետի ժառանգած ունեինք երասչյան պոմպակայաններ եւ հոսանքը, քանի որ սովետի ժամանակ 2 կոպեկ էր 1 կիլովատը եւ այդ պոմպակայաններով մղում էին ջուրը, ասենց սարեր եւ ոռոգում։ Անհնար էր ուղղակի։ Գյուղեր կար, ես մեկ անգամ մի հանդիպան ժամանակ օրինակ եմ բերել, օրինակ Խաչիկ գյուղը, Երաշչյան պոմպակայան ավելի էժան էր։ Ուղղակի մարդկանց փող տալ ասել դուք ոչինչ մի արեք, քան այդ ջուրը հասնել այդ բարձրության վրա ոռոգման համար։ Հիմա այն ժամանակ ինքնահոս ոռոգման համակարգերը բոլոր, ասենց ասեմ, մեծամասամբ մենք այդ պոմպակայանները փակեցինք, բայց ոչ թե փակեցինք, տեղը կառուցեցինք ինքնահոս ոռոգման համակարգեր եւ այդ հարցը լուծեցինք։ Ես ուղղակի հիշեցնեմ, ամեն տարի մի պահ հոգնել էի մկրատով այդ բաները կտրել, այդ լենթերը ոռոգման համակարգերի լենթերը կտրել։ Նաեւ Շիրակի մարզում ենք բազմաթիվ ծրագրեր արել։ Հիմա եթե դեռ խնդիր կա չլուծված, եթե համակարգը քայքայվել է, մի կասկածեք։ Եթե զբաղվում ես, եթե մտածում ես գյուղատնտեսության մասին, առաջի հերթին ոռոգումն է։ Եվ այն ժամանակ ոռոգում, պարատանյութեր, դիզվառելիք գյուղացիներին միշտ տալիս էինք եւ թունաքիմիկատներ։ Տալիս էինք եւ դա այն օգնություններ, ոնց որ այն ֆորաներ, որը գյուղացին ստանում էր իր աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար, անելու ենք, այդ ամբողջ համակարգը վերականգնելու է, ու մի կասկածեք։ Շնորհակալություն։ Մենք ունենք ընդամենը 1 կամ 2 հարցի հնարավորություն, եղբայր, խնդրում եմ թույլ տաք։ Պարոն Քոչարյան, բարև ձեզ։ Ընտրություններում հաջողելուց եւ երկրի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինչ ժամկետներում եւ ինչ պայմաններով եք պատկերացնում Արցախահայ ռազմագերիների վերադարձը եւ արդյոք հնարավոր է դա։ Շնորհակալություն։ Համոզված եմ, որ հնարավոր է, համոզված եմ։ Համոզված եմ նաեւ, որ այս իշխանությունը դրանով չի զբաղվում։ Դուք իրենք ասում են, չէ, մենք ինչ էին ասում։ Ասում են, մենք զբաղվում ենք, բայց սա նուրբ թեմա է, լավ է դրա մասին չխոսանք, բայց մենք դրանով ասենց զբաղվենք լռությամբ, այսպես ասենք։
երեք ինչ որ ասեց արցախցիների մասին, մեկ բանի վկայություն է, ոչ թե չեն զբաղվում, այլ ուզում են, որ նրանք այնտեղ մնան, որ հանկարծ հեղինակություն ունեցող մարդիկ չհայտնվեն այստեղ եւ չփորձեն միավորել նաեւ արտագաղթած մարդանց ինչ-ինչ նպատակների համար։ Սա է նպատակ։ Պետք է զբաղվել։ Օրինակ ամոթալի էր, որ նախագիծը ստորագրելուց օրինակ այդ խաղաղություն կոչված, որը խաղաղություն չի, նույնիսկ այդ թեման չկար։ Թեման չկար։ Իրենք պետք է դա նախապայման դնեին, ասեին լավ, մենք գալիս ենք օրինակ, կարային չէ շատ հանգիստ ասեն, գալիս ենք Վաշինգտոն, մի բան պիտի ստորագրենք։ Դժվար է, մենք դրա պատասխանը պիտի տանք, մարդիկ մեզ հարցնելու են։ Լավ, գոնե մի քանի օգու բաց թողեք։ Կարային չէ ասեն։ Չեմ կասկածում, որ հնարավոր է դա անել։ Ալիևը ինչ հաճույք պիտի դատական ամբողջ այդ ընթացակարգից ստանալ, արդեն ստացել է։ Արդեն ստացել է։ Սա լինելու է մեր հետագա խաղաղության բանակցությունների խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների մի մաս, անպայման։ Նայեք, ես միշտ իմ խոսքի տերն եմ եղել։ Ես չեմ կարող հիմա ասել 2 ամսում կամ 3 ամսում կամ 5 ամսում, բայց ես ձեզ ասում եմ, որ այդ հարցը ողջամիտ ժամկետներում իր լուծումը կարող է ստանալ։ Ես տեսնում եմ դա, դրա այդ հնարավորություն տեսնում եմ։ Լավ, ուրիշ բան չասենք, լավ, գերանցում այդքան հողեր ես տվել, բան ես արել, չես կարող ասել բանակցել։ Դիմաց ինչ է ստացել, ոչ մի բան։ Ականապատման քարտ, լիքը բաներ կա, հենց այնպես, հենց բաժանելով, տալով տվել են։ Հետո միջև երբ։ Եթե չկա Ժորժան, շնորհակալ ենք։ Շնորհակալություն ձեզ։ Ամուր եղեք։ 7-ին համար 17-ին։ Լավ տրամադրություն բոլորիդ։ Լավ տրամադրություն եւ մարտական։ Allah